Հուդայի ժողովուրդը դավեր էր նյութում մարգարե Երեմիայի դեմ, ինչու՞, որովհետև հավատացյալ էր, բայց երբ ինչ-որ բան է սկսվում նրա դեմ, ասովորտին դա զգում է և օրհնում է հավատքով մարդկանց։ Սա է, ինչ Աստվածաշունչն այսօր մեզ սովորեցնում է։ Այն չի սովորեցնում անիծել, այլ օրհնել։ Երեմիա 11:20-ում գրված է. «Սակայն ով զորացտեր, արդար դատավոր, երիկամունքներն ու սիրտը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ վեճը քեզ վրա եմ գցել»։ Կարդացեք Աստվածաշունչը և լսեք Աստծո խրատները։ Դիտենք հետևյալ վկայությունը։ Հիմա բժշկված եք, ինչ կար ձեր ականջի մեջ։ Չէի կարողանում լսել։ Որքան ժամանակ է անցել։ Արդեն 10 տարի։ 10 տարի։ Հիմա լսում եք։ Փառք Աստծո, ես հիմա լսում եմ։ Եկեք այստեղ խնդրում եմ։ Որ ականջներ վատ լսում։ Ձախը։ Ձախը։ Այս մեկով լավ էր լսվում։ Այո։ Շրջվեք այստեղ։ Ինչ է ձեր անունը։ Հելեն Նիլսոն։ Թեքվեք այդ կողմ։ Հելեն Նիլսոն։ Որտեղ եք ապրում։ Եկեղեցու մոտ։ Ինչ է ձեր կնոջ անունը։ Ամուսնացած չեմ։ Դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին։ Ինչ։ Դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին։ Ոչ։ Այս հրաշքն էլ թող կատարվի, հակառակ դեպքում նա միայնակ կմնա։ Դուք բուժվել եք, դուք կարող եք փառավորել Հիսուսին։ Աղոթենք։ Հայր, ես օրհնում եմ այս մարդուն, հրամայում եմ չարին, որ դուրս հեռանա Հիսուսի անունով, իսկ դուք հիմա ասում եք, ես հավատում եմ, Աստված օրհնի ձեզ։